Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը։ Նա դարձավ հայ առաքելական եկեղեցու 4-րդ սրբազան հայրը, որը կալանավորվում է վերջին 6 ամսում։ Դատավոր Մասիս Մելքոնյանը, որն ավելի վաղ կալանքի էր դատապարտել Բագրատ եւ Միքայել սրբազաններին, բացառություն չարեց նաեւ Արշակ սրբազանի դեպքում։ 2 ամսով կալանավորված բարձրաստիճան հոգևորականին մեղադրում են 2018-ին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու համար։ Պաշտպան Արսեն Բաբայանն ասել է, որ սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Արշակ սրբազանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Որևէ մեկը կար, որ դեռ 3 չգիտեր, որ 2 ամսյա կալանքը լինելու է։ Բոլորս գիտեինք, եկել էինք ուղղակի արարողակարգային process-ին մասնակցեցինք։ Ինչպես հիմնավորվեց։ Չհիմնավորվեց։ Ասես կարդաց գնաց։ Բավարարել 2 ամիս կալանք, այսինքն։ ԱԱԾ-ն որևէ տեղ չի գնում, որպես ուժային կառույց կան մարդիկ, որոնք կապեր ունեն հոգևորականների հետ։ Այսպես է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի նախորդ օրվա խոսքը։ Վարչապետը չէր թաքցրել, որ նաև ԱԱԾ-ականներն են հորդորում քահանաներին պատարակներից հանել վեհափառի անունը։ ԱԱԾ-ն գնում է, խնդրում է։ Նախ ԱԱԾ-ն ոչ միտեղ չի գնում, երեք ես կրկնում եմ վարչապետը մեկնաբանել այդ հարցը, նշել է, որ տարբեր մարդիկ ելնելով այդ մարդկանց կապերից, ծանոթությունից, հոգևորական դասի ներկայացուցիչների հետ, այդ թվում այդ մարդկանց շարքում կարող են լինել այո ԱԱԾ աշխատակիցներ։ Վարչապետը երեք մանրամասն դա մեկնաբանել է, դա որևէ աղերս չունի հոգևորականներին ճնշելու, դրանց խոսքը ցենզուրա ենթարկելու հետ։ Կապ ունի բացառապես նրա հետ։ Տվյալ հոգևորականները կիսում են արդյոք եկեղեցու նորոգման օրակարգը։ Պարզապես ԱԱԾ-ն ոչ թե խնդրանքի կապերն օգտագործելու ինստիտուտ է, այլ ուժային կառույց է եւ հանրության մեջ ընկալումը կա, որ ուժային կառույց է ԱԱԾ-ն եւ եթե ԱԱԾ-ն միտեղ գնում է, դա չի դիտվում որպես խնդրանք կամ ծանոթի միջոցով ինչ որ դիրքորոշման արտահայտում։ Խնդիրը ընկալումների մեջ է։ Խորհրդարանական ընդդիմությունը դատապարտել է Արշակ սրբազանի կալանավորումը Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով ապրում ենք բռնատիրական երկրում։ Եկեք սովետի ժամանակվա մի անեկդոտ պատմեմ։ Ուրեմն Նադեժդա Կրուպսկան գնում է պիոներների հետ հանդիպան եւ ասում է Լենին պապիկը շատ բարի է։ Պիոներներից մեկն ասում է բարության մասին մի բան կպատմեք։ Ասում է մի անգամ ինքը Սակոլնիկիում նստած գիրք էր կարդում, երեխեքը ֆուտբոլ էին խաղում, գորգորում էին, Լենինին ջղայնացնում էին։ Վեր կացավ ասա, մեկին բռնեցնես, տվեց sense քրիթից արյունը ֆշաց։ Ասում է լավ, բա դրա բարությունը ո՞րն է։ Ասում է կարար չէ իրանել սաղ ընտանիքներ գնդակահարեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, լինելով իր էությամբ նեոբոլշևիկ, այդ նույն վարքագիծն է դրսևորում։ Գոհ եղեք, որ դեռ շնչում եք։ Եվ դա նույն բռնակալական երկրում բռնակալի վարքագիծը։ Այսինքն բռնակալական երկրում բռնակալի վարքագիծը հենց դա է։ Զարմանալու բան չկա։ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե որ եկեղեցում է լինելու այս կիրակի։ Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրիի 7 վերք եկեղեցիում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագի։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են պատարագի տեքստից հանել վեհափառի անունը 7 վերք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսի քահանա Գրիգորյանն է անդրադարձել եկեղեցու շուրջ գործընթացին։ Մենք ծառայում ենք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ այս դեպքում ես ուղղակի 7 վերքում եմ ծառայում, որովհետեւ սա իմ նշանակման վայրն է։ Եվ ես պարտավոր եմ լինելու իմ եկեղեցում։ Սա պիտի, ասենք, ամեն մի հոգևորական դա այդպես հասկանա եւ զգա։ Իսկ եթե բռնի, ասենք օրինակի համար Տեր Ուսիգին բռնի եկեղեցուց հանում են, նշանակում է, որ բռնազավթում են կատարում։ Այդպես է, այդպես չէ։ Նշանակում է, որ Տեր Ուսիգը պիտի գա իր ծառայությունը մատուցի եկեղեցում, որովհետեւ մանավանդ այս շաբաթն էլ ես հերթապահ եմ ու կիրակի օրն է, շաբաթ օրն է, ունեմ կնունքներ։ Ինձ բռնի հանում են, նշանակում է, այդ մարդկանց, որոնք որ պիտի մգրտվեն, ստանան քրիստոնյա անունը, դառնան Քրիստոսի զավակը, նաև այդ դրությունը խախտվում է այդ մարդկանց համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը խիստ մտահոգիչ է որակել իշխանության որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այս մասին վեհափառը հայտարարել է Մարսելի Սրբոց թարգմանչած եկեղեցում։ Այսօր նույնպես մեր հայրենիքը
եւ հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Անցնող 5 տարիների ընթացքում Արցախյան պատերազմի, Արցախի հայաթափման եւ մեր հոգեվոր մշակութային արժեքների ոչնչացման ուղղված Ադրբեջանի քաղաքականության հետևանքով դեռևս արմահոսում են ազգի զավակների սրտերը։ Ալիևը կրկին Հայաստանը կոչել է արևմտյան Ադրբեջան տերմինով եւ խոսել է իրենց համայնքի իբրև թե իրավունքների մասին։ Ըստ Ալիևի ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի օրինական պահանջն է եւ անհրաժեշտ է թշնամանգի էջը փակելու համար։ Հավատում ենք, որ արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողը, մեր ժողովուրդների միջև կհաստատվեն բարի դրացիական հարաբերություններ, ասել է Ադրբեջանի նախագահը, այսպես կոչված տեղահանված ադրբեջանցիների խորհրդաժողովին հղած ուղերձում։ Կարեն Անդրասյանը կմեկնի Լոնդոն թրիփ նախագծի պայմանագրի աշխատանքների համար։ Միջազգային իրավական հարցերի ներկայացուցիչը այդ երկրում կլինի դեկտեմբերի 8-ից 12-ը, իսկ Նախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումը։ 42-ամյա կնոջ սպանության գործով ձերբակալված կա Արմավիր գյուղի 35-ամյա բնակիչը խոստովանել է մեղքը։ Դեկտեմբերի 3-ին էին Վաղաշապատի համայնքային ոստիկանները Գրիբոեդով բնակավայրի դաշտամիջյան հատվածում հայտնաբերել կնոջ դին։ Բնակիչների պատմելով նրա մարմնին դանակի բազմաթիվ հարվածներ են եղել։ Արմենուհի Մկրտումյանի անհետ կորելու մասին հաղորդվել էր դեկտեմբերի 1-ին։ Երեք այս ժամերին էր, մի քիչ էլ ուշ, իմացան, որ սպանված ենք թե։ Մի անգամ եկեղեցի բարևատվի, շատ շնորհքով աղջկա ինքը, բարևտվի, ես էլ բարև վերցրել եմ իրանից ու այդքան բան։ Խելոք, շատ խելոք, սուսփուս, չխառնվող, ամուսինը ընտիր մարդ է։ Տղեն զինվորակ, այս հունվարին պետք է գար, ասում էր 6 ամիս չեմ տեսել իմ տղին, կարոտից մեռնում է։ Պուտինը հանել է կոշիկները Գանդիի հուշարձանի մոտ, Հնդկաստանի վարչապետը խոսել է ռուսերեն։ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան անցել է այդ երկրին բնորոշ վառ գույներով։ Հակառակ Ամերիկայի ճնշմանը Մոսկվան շարունակելու է Նյու Դելհիին նավթ վաճառել։ Իսկ Էմանուել Մակրոնը Չինաստանում է, նա այսպես ասած փախել է Չինաստանի անվտանգության ծառայությունից ուսանողների հետ շփվելու համար։ Ալբանիայում ձերբակալվել է արհեստական բանականությամբ գեներացված նախարարը։ Նա մեղադրվում է կաշառք ստանալու համար։ Մեղադրական եզրակացության մեջ պնդում են, որ Դիելլան պլանավորել էր կրիպտոարժույթից ստացած եկամուտն օգտագործել իր բարելավման համար։ Դիելլայի փաստաբանը, որը նույնպես ալգորիթմ է, պնդել է, որ իր հաճախորդն անմեղ է եւ որ գործարքը համակարգի խոցելիության սթրես թեստի մի մասն էր։ Նա ֆիզիկական մարմին չունի, ուստի չի կարող ծախսել գումարը։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Ժողովուրդը գրում է. Արշակ Սրբազանի կալանավորումից հետո հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ։ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած կաթողիկոսին դավաճանած սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաև հայտարարեն կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին, հանուն եկեղեցու հոգևոր կյանքի նորոգման։ Ըստ իշխանական մեր աղբյուրների, իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ եւ առաջիկայում պետք է կաթողիկոսին տանեն կալանքի։ Կհարցնեք ինչ հիմքով, կարևոր չէ, գլխավորն այն է, որ վեհափառ հայրապետը հայտնվի մեկուսացման մեջ, որից հետո արդեն համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը։ Եվ ամենավինեական չէ այդ նամակը իրական կլինի, թե ֆեյք, գլխավորը կլինի Գարեգին Բ-ի անունից հրաժարականի տեքստ եւ կաթողիկոսի հեռացման պրոցեսը կսկսվի։ Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանին միացած 10 ուխտադրուժ Տիրադավ եպիսկոպոսների շարքում հատկապես անհասկանալի ու զազրելի էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը։ Շատերն են հետաքրքրված, սա այդ ինչ աշխարհացունց կոմպրոմատ են դրել եպիսկոպոսի առաջ, որ անկարող է եղել մերժել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը, ուրացել է հայրենիքը, միացել հայրենավաճառ խմբակին եւ դուրս եկել վեհափառի եւ հայ առաքելական եկեղեցու դեմ։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանին միացած բոլոր ուխտադրուժների դեմ աշխատել է ԱԱԾ-ն եւ նրան շանտաժ
շանտաժի ենթարկել։ Իհարկե Մայրաթորին հավատարիմ հոգևոր դասը կարծում է, որ դրանք արդարացում չեն, ի վերջո, եթե անգամ այդ մեղադրանքների մի մասն իրական է, ապա չի կարելի ենթարկվել շանտաժի, ինչպես չեն ենթարկվում Վեհափարն ու Արշակ Սրբազանը, էլի շատ ու շատ հոգևորականներ։ Այդուհանդերձ մինչ օրս անհայտ է, թե ինչով են ծնկի բերել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին։ Ի տարբերություն մյուս հոգևորականների նրա մասին որևէ ինֆորմացիոն արտահոսք առ այսօր չի եղել։ Ուստի նրան ճանաչողները տարակուսած են։ Վրթանես եպիսկոպոսն ընդհատակի անցել ընկճված է, որևէ մեկի հետ չի շփվում, չի պատասխանում զանգերին, ողջ արցախահայությունը եւ մեծ թվով մարդիկ նրան անարգանքի սյունին գամեցին, սակայն ասում են հատկապես ազդվել է քրոջ ամոթանքից, որի որդին 44-օրյա պատերազմում զոհվել է։ Հրապարակը գրում է. ամենայն հայոց կաթողիկոսին գահանգեց անելու հարցը Փաշինյանի համար իդեա ֆիքս է դարձել։ Որոշ տեղեկություններով նա անգամ արտերկրում հավատարմագրված Հայաստանի դեսպաններին է հանձնարարական իջեցրել աշխատանք տանել հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել։ Ասում են, որ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան arczepiskopos-ը Վեհափարի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է։ Նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել Մկրտչյանին ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Խառնակցությունը փաստորեն դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը։ Հրապարակում նաև կարդում ենք ազգային ժողովը 3 առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունը կես տարով կրճատելու մասին պաշտպանության նախարարության առաջարկը։ Երբ հրատապ ճանաչված նախագիծն ընդունվի եւ ուժի մեջ մտնի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն կծառայեն ոչ թե 2 տարի, այլ 1.5։ Չնայած ընդդիմադիրները քննադատեցին այս նախագիծը, ասելով, որ այն անվտանգային խնդիրների է հանգեցնելու, կրճատվելու է բանակի եւ ըստ այդմ սահման պահողի թիվը, սակայն ձեռնպահ քվեարկեցին տուրք տալով պոպուլիզմին։ Գաղտնիք չէ, որ պոպուլիստական այս նախագիծը ընտրություններից առաջ բերվել է հանրության որոշ շերտի համակրանքը շահելու համար։ Ուստի դեմ քվեարկել, հիմք ընդունելով պետության անվտանգությունը, կնշանակի դառնալ միստվար զանգվածի թշնամին, թերևս այսպես է մտածել ընդդիմությունը։ Թրամփը վառել է Վաշինգտոնի Սուրբ Ծննդյան գլխավոր տոնածառելույսերը։ 5, 4, 3, 2, 1 Եվ եղանակ դեկտեմբերի 7-ին ջերմաստիճանը կնվազի 2-ից 4 աստիճանով, դեկտեմբերի 7-ից 3-ը շրջանների զգալի մասում 8-ին 9-ի գիշերը 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ լեռնային շրջաններում, ձյան եւ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։